որ այս սիտուացիայում դա շատ բան է։ Նախ ապօրինի որոշում է, որովհետև գիտեք, որ օրենքով պատգամավոր է, այդպիսի սահմանափակումներ չեն կարող լինել, բայց երկրորդն էլ քաղաքական առումով ես կարծում եմ, որ այս սիտուացիայում շատ ճիշտ կլինի, որ Ժիրայր Սեֆիլյանի տեսակետները իմանանք սիտուացիայի եւ դրա լուծման մասին, եւ կարծում եմ այս սիտուացիայի հանգուցալուծման մեջ Սեֆիլյանը կարող է շատ լուրջ դերակատարում ունենալ։ Հիմա եթե իշխանությունները խոչընդոտում են այդպիսի խոսակցության կայանալուն, սա ես մտածում եմ, որ ուրեմն նրանք ինչ-որ հրեշավոր բան են պլանավորում իրականացնելու համար։ Ես էլի ուզում եմ մենք սիտուացիան պարզ հասկանանք, այսինքն այս իրավիճակը, եթե ինչ-որ մի հատ լուծում չգտնվի, այսպես ասած խաղաղ լուծում չգտնվի, սա իր հետ կարող է շատ լուրջ հետևանքների բերի, որովհետև եթե տեղի ունեցավ գրոհ, այն կողմից մեծ հավանականությամբ տեղի կունենա դիմադրություն, իսկ երկու կողմերն էլ գոնե տևական բախման համար զենքի պակաս չունեն, եւ մենք հասկանում ենք, որ կարող է սիտուացիան շատ բարդանա։ Իսկ ի վերջո ձեզ ինչպես են մեկնաբանում, ինչու Ոչ մի թույլ բան, չեն տալիս ոչ տեսակցել։ մի բան, քրեակատարական վարչության պետը ինչ-որ անհոդաբաշխ բաներ է ասում, արդարադատության նախարարը ասեց հիմա կասեմ հետո զանգերին չի պատասխանում, ոչ մի բան, օրենքում շատ հստակ է ամեն ինչ։ Ապօրինությունների էս բեսպրիձելի շարքն է, որ բերում է այսպիսի հետևանքների։ Ինչ են ուզում ապացուցել։ Պարոն Փաշինյան, մենք նաև տեսանյութեր ու տեղեկատվություն ունենք, որ Ազատության հրապարակ մտնող ցանկացած մի քիչ արտառոց իրեն, պահող քաղաքացու բերման են ենթարկում առանց որևէ պատճառի։ Ինձ ասեց, ինձ Պավել Մանուկյանն ու Վարուժան Ավետիսյանը ասցին, որ այդպիսի տեղեկատվություն կա, ես ճիշտն ասած ես չունեմ, ես ինքս չեմ կարողացել, ես ինչքան հասկանում եմ ինտերնետի հետ կապված խնդիրներ կան, ես ճիշտն ասած տեղեկատվության հոսքերին չեմ տիպում։ Մի րոպե։ Ալո։